about to lose my mind. Շեքսպիրյան սոնետները ժամանակակից լուծումներով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Շեքսպերիմենտ ներկայացումը։ Բեմադրության հեղինակը Էլմիրա Սոլոյանն է, ներկայացման մեջ ներառել է մոտ 20 սոնետ։ Այստեղ 3 թեմա է արծարծվում՝ ընկերություն, սեր եւ դավաճանություն։ Դարեր անցնում են եւ նույն է մարդ էմոցիաները եւ վերաբերմունքը չի փոխվի։ Իհարկե ժամանակը կթելադրի եւ նույն է ինչ որ փոփոխություններ կլինեն, ժամանակն է թելադրում դրանք, բայց այնուամենայնիվ կենցաղի մեջ դրված սոնետները բավական հետաքրքիր են։ Սոլոյանն առանձնացնում է ներկայացման հուզականությունը, նշում սոնետներին առանց էմոցիայի անհնար է մոտենալ։ Միևնույն է առաջին պլանում դերասանն է, ով բերում է էմոցիայի, ով բերում է տեխնիկան էմոցիայի կամ էմոցիայի տեխնիկան։ Գիտեք, երբ որ սոնետը դարձնում ես արձակ, չափածոն վերածում ես արձակի եւ իրենք ընդհանուր պատմության մեջ սկսում են դիալոգի մեջ մտնել իրար հետ, ավելի հեշտ է ստանալ, ավելի հեշտ է վերցնել էմոցիան, մի կաթիլ մեղրի պատմությանը, այսպես ասած, մեկ դեպքի պատճառով հիմնահատակ է լինում մարդկային շատ խորը եւ լուրջ հարաբերություն։ Իր մասնակցությամբ ներկայացումները դերասանուհի Լիլիա Մուկուչյանը համեմատում է երաժշտական ժանրերի հետ։ Շեքսպերիմենտը ըստ նրա ռոք ժանրում է։ Դերասանուհու խոսքով ժամանակակից ու դինամիկ ներկայացում է ստացվել։ Ռեժիսորական լուծումները կգրավեն 21-րդ դարի հանդիսատեսին։ Առանց վախենալու կարող եմ ասել եւ վստահաբար, որ ռեժիսորի մոտ ստացվեց գտնել այն ուրույն ոճը, որը որ բերեց ամբողջ դերասանական կազմին եւ կոպիտ ասած տեղավորեց իր մտահղացման մեջ։ 16-ից 17-րդ դարում գրված ու սերունդներին փոխանցված խոր ասելիքով սոնետները ռուսական թատրոնը Շեքսպիրասեր հանդիսատեսին կներկայացնի նոյեմբերի 15-ի եւ 16-ին։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։